Բարև ձեզ, Շանթի ու եթերը շարունակում է տեսանկյուն հաղորդաշարը, նախընտրական քարոզչությանը մնաց մեկ շաբաթ, ակնհայտ է, որ բավականին լարված եւ խիստ բևեռացված մթնոլորտումներ են անցնում, 18 քաղաքական ուժեր են մասնակցում ընտրապայքարին, բայց ըստ էության առանցքային դերը 4 ուժերին է եւ ըստ այդմ այս 4 ուժերի քաղաքական պայքարի մասին է դիտարկումները եւ մեր զրույցը։ Եվ այսպես տեսանկյան հյուրերն են Գյումրու առաջընթաց հասարակական կազմակերպության դիտորդական առաքելության համակարգող փաստաբան Արինա Մեծոյանը, շնորհակալ եմ Արինա հրավերն ընդունելու համար եւ փաստաբան Հրանտ Մուրադյանը։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ չմերժեցիք մեր հրավերը։ Նախորդ քարոզաշրջանները եւ այս օրերի գործընթացը ինչ է ցույց տալիս դուք որպես երկար տարիներ եւ երկարաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնող։ Բավականին դայն մասշտաբ է իրականացվում ներկա պահին 20-ի տարբերություն 21 թվականին եւ ուժերի քանակական դաշինքների եւ կուսակցությունների թվականակով երբ նայում ենք փոփոխություն է առկա եւ նաեւ մեթոդաբանությունն է փոխվել։ Այսինքն մեթոդաբանությունը առ այն, որ եթե մենք ունենում էինք նախորդ ժամանակահատվածում մեր դիտորդներին ասում էինք որպես համակարգողներ, երբ վերապատրաստում էինք, թե ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել, այս ընտրությունների մի փոքր այլ է։ Այսինքն ընտրախախտումների տեսակներն էլ են մի փոքր ձևափոխվել եւ մենք եւս մեր դիտորդներին պատրաստվում ենք այդ ձևաչափով ուշադրություն դարձնել, որպեսզի այդ խախտումները եւս բացառվեն։ Ավելի քողարկված է դարձել, ավելի պրոֆեսիոնալացված է դարձել եւ հետեւաբար գտնում ենք, որ ժամանակին համահունչ նաեւ փոխվում է այդ դինամիկան, որին մենք եւս պետք է պատրաստ լինենք։ Այսինքն հստակորեն երևում է, որ լարվածություն եւ բևեռացում կա։ Այստեղ շարունակ նշվում է փորձագիտական կարծիք կա, որ ոչ թե քարոզչությունը գաղափարների կամ ծրագրերի շուրջ, այլ անձնավորված միմյանց, այսպես ասած, հակահարված տալու։ Տեսնենք փաստաբան Հրանտը ինչ կասի։ Իրավական առումով հետեւյալը կարող ենք նշել, որ այո, այս քարոզարշավը անկախ էլի մեր քաղաքական հայացքից եւ այլնից բավականաչափ անձնավորված է։ Անձնավորված է նախ այն մագարտակում, որ քաղաքական ուժերը ըստ էության հանդես են գալիս անձնավորված առաջի համարները։ Բոլոր քաղաքական ուժերի համար տեսանելի է թե ովքեր են իրենց առաջի համարները, ինչի բնականաբար իրավաչափ է եւ այստեղ ավելի շատ իմ կարծիքով քաղաքական պայքարը ընթանում է զուտ առաջի համարների ասպարեզում, այսինքն անձնավորված քաղաքական ուժը ոչ թե իր գաղափարախոսություններն է որպես ընդանուր կանոն ներկայացնում, այլ անձինք իրենց մոդեցումները, իրենց անցած ճանապարհը, իրենց ցկտումները, իրենց ցանկությունները եւ իրենց նպատակները, երբ որ ստանձնեն քաղաքական իշխանությունը, ինչ գործառույթներ պետք է իրականացնեն։ Եվ նաեւ նախորդ ընտրություններից հանրապետական տարբերում է այս ընտրությունը նրանով, որ քարոզարշավը բավականաչափ ինտենսիվ է իրականացվում։ Քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը գրեթե 1 օր ավել ժամանակ է ուզում այսպես ասած ծախսել քարոզարշավը ավելի արդյունավետ իրականացնելու համար, ինչը նաեւ թե իրավական, թե քաղաքական առումով իր առավելություններն է բերում այս ընտրապայքարում։ Իրավական եւ քաղաքական առումով, բայց ընդամենը 4 ուժերի միջև։ Այո, ըստ էության այդպես է ստացվել, բայց իրավական առումով, քանի որ տարբերակվածություն չկա, քանի ուժ կա տեխնացու, այդ առումով իրավական հարաբերությունները կարգավորվում են, քաղաքական առումով ճիշտ է, ձևավորվել է 4 ուժերի մեջ եւ գտնում են, որ ամեն դեպքում նորմալ է այդ իրավիճակը, քանի որ ըստ էության քաղաքական տարբեր ուժեր են դիմել, որոնք հավակնություն ունեն իշխանությունը ստանձնելու եւ այս 4 ուժերը իրենց մեջ արդեն գեներացրել են այդ պայքարը։ Այդ կարող է նաեւ նույն նախընտրական քարոզարշավին մարդկանց մասնակցությունն է արդեն նպաստել են հանգամանքին, որ 4 ուժերի քարոզարշավների հանդիպումներին ավելի շատ մասնակցություն եւ հետաքրքրվածություն կա։ Եվս կներեք, ցանկանում էի նշել, որ տեսեք օրենսդրական փոփոխություն եւս տեղի ունեցավ, որպեսզի բացառվեր անվանական մասը, այսինքն չնույնականացվեին անձանց հետ կուսակցությունները, նման արգելք դրվեց, այսինքն օրենսդրորեն արգելվում էր, որ կուսակցությունը անվանական նույնականացվեր որևէ անձի հետ եւ չնայած սրան մենք տեսնում ենք, որ քարոզարշավների ժամանակ, քանի որ նաեւ վերցվեցին արձակուրդներ առաջի համարները, ինչպես իմ գործընկերը նշեց, սկսեցին ակտիվ գնալ այդ քարոզարշավներին, գուցե դրանով էր պայմանավորված, այսինքն երբ օրենսդրորեն դա բացառվեց, սկսեցին անձինք անհատապես իհայտ քարոզարշավների ժամանակ, որը ավելի ակնհայտ դարձրեց, եթե առաջ ընդամենը անվանական էր այդ հարցի քննարկումը տեղի ունենում, հիմա արդեն ֆիզիկապես ներկայացուցչությունն է այդ մասին վկայում։ Բացի դրանից, երբ զուգահեռական ենք անցկացնում նախորդ ընտրությունների հետ, ապա տեսնում ենք, որ ներկայացան ռեսուրսները ավելի շատ են օգտագործվում, առ այն, որ շատ միջոցառումներ են կազմակերպվում։
Անկախ նրանից դա վարչական է, ուժն է, թե ընդդիմության կողմն է։ Այո, դրա բոլոր ռեսուրսները շատ են օգտագործվում։ Նաև վաղվա համերգն է։ Այսինքն թանկ միջոցներ են, թանկ քարոզարշավ է կարելի ասել այս 26 թվականին։ Քանի որ երկարաժամկետ դիտորդական փորձ ունեք, Արինա, որտեղ է սկսվում ձեր դիտարկումը նախընտրական քարոզչության ընթացքում, ինչ է կարելի, ինչ չի կարելի, եւ այս ամբողջ նախընտրական քարոզչության ընթացքում դուք իրավունք ունեք գնալ շտաբներ, դուք իրավունք ունեք մասնակցել քարոզարշավին, չէ՞, հանդիպումների։ Միանշանակ։ Ես եւ 21 թվականի ժամանակ եմ երկարաժամկետ դիտորդ աշխատել, ներկայացնել եմ աշխատում երկարաժամկետ դիտորդ զուգահեռ, այսինքն մենք սկսել ենք մեր աշխատանքը ապրիլի 1-ից, չնայած որ պաշտոնական քարոզարշավը 1 ամիս հետո էր մեկնարկվում, եւ այո, մենք կարող ենք փաստել, որ ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս անգամ ոչ իրավական, բայց ֆիզիկապես եւ փաստացի կարող ենք փաստել այն, որ փաստվեցին շատ շտաբեր։ Ոչ ժամանակին։ Բայց կարելի է, թե չէր կարելի։ Եթե իրավական ռակուրսով ենք նայում, ինքը իրավաչափ է այնքանով, որ շտաբեր կարող են բացվել տարին 12 ամիս ցանկացած օր, բայց երբ դա տեղի է ունենում ընտրություններին բավականին մոտ ժամանակ, այսինքն 1 ամիս առաջ, 2 ամիս առաջ կարող է դա արդեն ընկալվել քաղաքացիների մոտ որպես գովազդ, որպես նախապատրաստություն ընտրությունների, այսինքն իրավական առումով չեն կարող ոչ մի բան ասել, որ խախտում է առկա, բայց հոգեբանորեն թե ինչպես է դա ազդում մեր քաղաքացիների վրա, կարող ենք փաստել, որ այո, դա նման ձևով կարող է ընկալվել, որը նախորդ ընտրությունների ժամանակ չեն եղել։ Փաստաբաններին ինչ հարցով են դիմում։ Փաստաբաններին իմ սեփական փորձից կարող եմ ասել, ընտրողները հիմնականում դիմում են նախ առաջին են ամենատարրական հարցից, թե իրանք որ ընտրատեղամասում իրանք քվեարկությունը պետք է իրականացնեն, կարող է բնակարան են վաճառել, հաշվառման հասցե են փոխել եւ այլն, այդ հարցից սկսած, եւ տարակուսելի է, որ ընտրական օրենսգրքում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել եւ այս համատեքստում, օրինակ, քանի որ լայն լսարան է մեզ լսում, ցանկալի կլինի հետեւյալ օրինակը բերել, որ ընտրության ժամանակ անվավեր կարող է թիվը սարնի համարվել նաեւ այն քվեատերտիկը, երբ որ ընտրական ծրարում այլ կողմնակի իր կամ առարկա է տրվում այդ քվեատերտիկը։ Շատ էական ու կարևոր այո, էական կարևոր արդիական փոփոխություն է։ Ճիշտ է, եթե բարեխեղճության կանխավարգածով ենք առաջնորդվում, դժվար է պատկերացնել, թե ինչու ընտրողը պետք է ավելորդ առարկա դնի եւ այդպես քվեարկությունը իրականացնի, բայց այնուհանդերձ եթե անզգուշություն է դրսել, որ ավելորդ առարկա, այդ էլ է հնարավոր, այո, բայց ամեն դեպքում դա քվեի անվավերություն կառաջացնի, ինչը ըստ էության ընտրական իրավունքի իրացում չէ, քանի որ անձ օրինակ կարող է բոլորին դեմ լինել, կարող է ինչ-որ քաղաքական ուժի իր ցայնը տալ, բայց ամեն դեպքում այդ արդեն անվավերություն կառաջացնի քվեաթերթիկի եւ նաեւ ընտրողների մոտ հետեւյալ հետ կարծիքն է, այսպես ասած, տարածված, որ միայն պատժելի է ընտրակաշարք տալը, ընտրակաշարք ստանալ, ընտրակաշարքի միջնորդությունը իրենց կարծիքով հասարակությունը կարող է պարսավել այդ առումով, բայց ամեն դեպքում միանշանակ նշենք, որ քրեական օրենսգիրքը հստակ հոդվածներ է նախատեսել, համաձայն որի քրեորեն պատժելի է եւ բավականաչափ խիստ պատիժ է նախատեսված թե ընտրակաշարք ստանալու, առավել եւս ընտրակաշարքի միջնորդության համար։ Այս առումով քաղաքացիների իրավագիտակցությունը, եթե համեմատենք նախորդ ընտրությունների, իմ փորձով կարող եմ ասել, որ բարձրացել է, բայց այնուհանդերձ իրավագիտակցությունը այն մակարդակին չի գտնվում, որ քաղաքացիները հստակ իրենց ընտրական իրավունքները եւ պարտականությունները գիտենան եւ օբյեկտիվ իրականացնեն։ Վերջին օրերին, վերջին շաբաթներին գրեթե ամեն օր ընտրակաշարքի վերաբերյալ գաղտնի ձայնագրությունների հրապարակում հակակոռուպցիոն կոմիտեն, քննչական կոմիտեն, սա ինչքանով է իրավաչափ, հանրության, քաղաքական դաշտի որոշ շրջանակներում այն տեսակետն է, որ սա զուտ քաղաքական ճնշում է, կոպիտ ասած ոնց է ասում ժողովուրդը, գլխին սարքոցի է։ Այո, թույլ տվեք դրա հետ կապված հայտնել, որ իրականում քանի որ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից են այդ հրապարակումները տեղի ունենում եւ ոչ թե որևէ ֆիզիկական անձի, այսինքն պաշտոնական ձեռքբերված ապացույցների մասին ենք մենք խոսում, որը ենթադրում է, որ ձեռք է բերվել իրավաչափության սահմաններում, հակառակ դեպքում դրանք չէին հրապարակվի եւ հետեւաբար մենք գնահատում ենք ամեն դեպքում որպես զսպող քաղաքականություն եւ իրազեկում Այսինքն սա թույլ է տալիս
հանրության լայն շրջանակներին իրազեկված լինել, ինչպես իմ գործընկերը նշեց, որ պատասխանատվության քրեական ենթարկվում է ոչ միայն տվող, այլ նաև վերցնողը, միջնորդը, որպեսզի հանրությունը երբ գալիս են առաջարկում են նման գումարներ կամ աշխատանքներ կամ այլ գործողություններ ի օգուտ իրենց ձայնի դիմաց, որովհետև կաշառքը միայն գումար տալը չէ, հետևաբար կարող են մարդիկ ասում, թե ես գումար չեմ վերցրել, բայց ասենք ինձ կարի անեն, այո, իհարկե կամ բարեկարգել են մեր բակը եւ այլն։ Այսինքն պետք է մեր քաղաքացիները իրազեկված լինեն, որ դա եւս հանդիսանում է կաշառքի տեսակ եւ իրենք զգոն լինեն, դա կարծում եմ, որ զսպողական քաղաքականություն է իրենից ենթադրում, որովհետև այսպես ասած գլխին սարքելու հետ կապված մի շարք այլ հնարավոր տարբերակներ եւս կարող են լինել եւ հաստատ տվյալ դեպքում հակակոռուպցիոն կոմիտեն հանդես չէր գա այդ ցայնագրություններով եւ այլ ֆիզիկական անձանց կողմից դրանք կհրապարակվեն կամ քաղաքական ուժերի կամ կուսակցությունների կողմից դրանք կհրապարակվեն։ Այսինքն այստեղ պետք է մենք ավելի շատ նայենք թե սկզբնաղբյուրն ով է, որտեղից է այդ տեղեկատվությունը հանրությանը հրամցվում։ Այսինքն դիտորդական կազմակերպությունները կարող են այդպիսի հաղորդումներ ներկայացնել ինչի հետ կապված, որ արկա է ընտրակաշառքի բարեգործություն միանշանակ կարող են անդրադառնալով նաև ձեր նախորդ հարցին, քանի որ մենք այցեր ենք ունենում եւ շտաբեր եւ քաղաքացիների հետ ենք հանդիպումներ ունենում, միանշանակ հաղորդումներ ոչ միայն իրավունք ունենք, այլ մի քանի աղբյուրից ճշգրտելուց հետո ներկայացվում են հաղորդումներ, դատախազություն են ուղարկվում գործը, ունենք նաև արդեն իսկ հարուցված վարույթներ, սպասում ենք պատասխանեն ու վարչական ռեսուրսի օգտագործման, նույն աշխատողներին պրովոկացիոն մեթոդներով հավաքի ներգրավման դեպք ունենք արձանագրած։ Դրանք զուտ բանավոր ասել են, թե ունեք հենց այդպիսի ձայնագրություններ։ Ձայնագրությամբ չէ մերը, քաղաքացիների հետ ունեցած հանդիպումների ընթացքում է ձեռք բերված, մենք իրավունք ունենք չբացահայտելու աղբյուրը, որովհետև մենք գործում ենք մի վնասիր սկզբունքով եւ եթե մենք բացահայտենք աղբյուրը կամ նշենք եւ անձը ունենա ոչ բարենպաստ հետևանքներ հաղորդած տեղեկությունների հիման վրա, տվյալ դեպքում մենք այլևս որևէ աղբյուր չենք ունենա։ Էլի իրավաբանորեն բացատրություն, մեկնաբանություն է պետք։ Մարդիկ ասում են ձայնագրությունները, չենք հավատում ձայնագրություններին, որովհետև անձերի անուններ չեն նշվում մեծամասամբ, այսինքն անձնական տվյալների գաղտնիությունը պահվում է։ Երբ է բացահայտվում այդ անձնական գաղտնիությունը եւ չբացահայտելու դեպքում էլ երբ անձանց անուններ չեն տվում, մարդիկ չեն հավատում, ասում են հիմա շատ է, չէ, արհեստական բանականության վրա է ամեն ինչ բարդվում, ասում են, որ սա կեղծ է եւ ավելի մոնտաժված է, ինչ որ հարմարեցված, որպեսզի ստանան մի հատ ամբողջական տպավորություն, որ ընտրակաշառքի առաջարկ է եղել։ Կոնկրետ այդ քրեական վարույթի փաստական տվյալներից դուրս ընտանեկան իրավական առումով ներկայացնեմ հետևյալ իրավիճակը, որ այդ ձայնագրությունները բնական է պետք է լինեն անանուն, անձանց անվան եւ ազգանվան առաջին տառերն են նշված, քանի որ դեռևս աբացողական վարույթային գործողություններ են իրականացում, այսպես ասած նախաքննություն է իրականացում եւ նախաքննության ընթացքում այլ փաստական տվյալներ ձեռք բերվեն։ Բայց մենք պետք է առաջնորդվենք այն կանխավարկածով, որ իրավապահ մարմինները, կոնկրետ հակակոռուպցիոն կոմիտեն առաջնորդվում է բարեխեղճության կանխավարկածով, այսինքն այդ ձայնագրությունները իմ կարծիքով ծանրակշիռ մեծամասնությամբ բարեխիղճ է ձեռք բերվել, քանի որ ինքը ունի հետո իր դատական ճակատագիր է։ Այսինքն այդ ձայնագրությունները համապատասխան գործողությունից հետո ուղարկում է դատարան քրեական վարույթի նյութերի հետ մեղադրական եզրակացությամբ եւ ի թիվս այլ ապացույցների այդ ձայնագրությունն է հրապարակվում։ Ես չեմ պատկերացնում, որ ինչ-որ կարճաժամկետ էֆեկտ ստեղծելու համար կդիմեն կեղծիքների կամ նույն արհեստական բանականության միջոցով ինչ-որ ձայնագրություններ կպառաստվեն եւ կհրապարակվեն։ Ամեն դեպքում միայն ձայնագրությունը քիչ է նշելու համար, որ անձը կատարել է այս արարքը, այլ փաստական տվյալներ կան եւ այդ ձայնագրությունների հրապարակումը իմ կարծիքով ավելի շատ կանխող, նախականխող ազդեցություն ունի, քանի որ իրավապահ մարմինների առաջնային գործառույթը ոչ թե հանցագործությունները բացահայտելն է, այլ առաջինը հանցագործությունները կանխելը, նախականխելը։ Դրանից հետո նոր բացահայտում իրականացնելը եւ դրանից հետո երբ որ ըստ էության որոշ չափով բացահայտվել է հանցանքը, արդեն դատարանն է որոշում անձի մեղավորությունը, անմեղությունը եւ այդ էլ արդեն պատժի արտարացությունը եւ անխուսափելիությունն է ապահովում։ Այսինքն իրավապահ մարմնի աշխատողը ըստ
ըստ էության գիտակցում է այս շղթայի փուլերի հաջորդականությունը եւ չեմ պատկերացնում, որ այս շղթայում ինչ որ մեկը էլի եմ կրկնում կարճաժամկետ էֆեկտի համար դիմի ինչ որ կեղծիքի, արատավորող տեղեկություններ հրապարակի եւ այլն։ Նույն տրամաբանությամբ, երբ որ անձի անձնական տվյալները հրապարակվեր, այդ նույն անձիկը կարող է նշել, որ դեռևս չկա մեղադրական դատավճիռ, հրապարակվել է, այսինքն հասարակությունը պարսավում է իրենց այդ առումով։ Ուստի գտնում են, որ միայն անվան ազգանվան առաջի տառեր հրապարակելը ըստ էության արդյունավետ միջոց է։ Հետագայում այդ գործերի ճնշող մեծամասնությունը իմ կարծիքով հրապարակային դատականություն կունենա, նույն զանգվածային լրատվական միջոցները կարող են մասնակցել հրապարակել դատականիստները եւ դրանից հետո արդեն վստահաբար կարող ենք նշել այդ ցայնագրությունները ճիշտ էին ձեռք բերված թե կեղծ աղբյուրների միջոցով էր։ Ամեն դեպքում իմ կարծիքով նույն աշխատանքային փորձից ելնելով այդ ձևի քրեական գործեր ուսումնասիրելով կարծում եմ, որ ամեն դեպքում բարեխիղճ աղբյուրից է ձեռք բերված այդ տվյալները։ Փետրվարից սկսված այս գործընթացը գնում է ու շատ են քրեական վարույթները, նաև այսպիսի տպավորություն կա եւ այսպիսի կարծիք է, որ մեր դատարաններում գործերը ամիսներով մնում են, ընտրությունները կանցնեն, սա էլ կմոռանան։ Իրականում երբ վարույթներ են իրականացվում մոռանալու խնդիր չկա, որովհետև գործ է ստացվել, դատարանը գործը քննում է եւ արդեն իսկ ստանցնած վարույթով առաջ է գնում, երբեք եւ երբևիցե պրակտիկայում էլ չի կարող լինել, որ ինչ որ գործ մոռացվի։ Մեկ հարց է թե արդարացում է թե պատիժ է, բացի դրանից նաեւ հետադարձ հայացք ուղղելով ձեր մյուս հարցին գաղտնիության հետ կապված, նշեմ, որ անձը անմեղայական ժամանակ քան դեռ չկա մեղադրական վճիռ եւ բնականաբար պետք է նրանց տվյալները փակվի զուտ նրանց անվտանգությունը հաշվի առնելով, որովհետեւ կարող է հետագայում փաստական հանգամանքների ամբողջականության համատեքստում արտարացվեն եւ տվյալ անձը թիրախավորվի, մենք սկզբից խոսում էինք, ի սկզբանե անձանց թիրախավորելու, անձանց մասին խոսելու հետ կապված, մատնանշելու հետ կապված եւ տվյալ դեպքում էլ կարող ենք մեկ այլ քաղաքացիական բնույթի գործեր ստանալ, պատվի արժանապատվության բարի համբավը արատավորելու հետ կապված քաղաքացիական գործեր, որ տվյալ անձիկ է պահանջեն նույն պետությունից, քանի որ արդեն բացահայտվել է իրենց տվյալները, որ իրենց բարի համբավը արատավորվել է։ Հասկանալի է։ Կաշառք տվողի եւ վերցնողի ինչպիսի պատժաչափեր կան։ Պատժաչափերը նայած այդ հոդվածներ ունեն հստակ իրենց իրավական առումով դիսպոզիցիան սանկցիան, այսինքն հստակ տարբեր ծանրացնող հանգամանքներ են առկա։ Ասում եմ, ինչ 7 տարի։ Այո, հնարավոր է իրավիճակ կախված քրեական վարույթի փաստական տվյալներից, կախված անձը բնութագրող հանգամանքներից, օրինակ եթե անձը նախկին ունի դատվածություն չվերացված, չմարված նույն ընդրակաշարք տալու ստանալու համար, բնականաբար եթե օրինակ նախորդ ընտրություններին ստացել է ընդրակաշարք եւ նույնը ներկայիս ընտրություններին, բնականաբար արդեն պատիժը ավելի բարձր ազատազրկում, այսպես ասած, իրեն կսպառնա։ Պատժի քաղաքականության հետ կապված օրենսդրական փոփոխություններ բարձրացվել են եւ այդ հոդվածներում նախատեսված պատժի շեմը ավելի է բարձրացվել, ինչը նաեւ իր դրական կողմը ունի, մասնավորապես իրավապահ մարմինները ավելի լայն գործիքակազմ ունեն, քանի որ այդ հոդվածները դարձել են ծանր հանցանքներ, որոշ դեպքերում միջին ծանրության հանցանքներ, ուստի իրավապահ մարմինները ավելի բարձր եւ լայն գործիքակազմ ունեն նշվածի հետ կապված։ Նաեւ կցանկանայի հետեւյալ դիտարկում անել, ճիշտ նշեցիք, գործերի քննության արագության հետ կապված, այո, այդ առումով ճիշտ է, ցայնագրությունները հրապարակվել են եւ այլն նույն պատժի մասով, բայց հասարակությունը իրավապահ մարմիններից ավելի շատ վստահություն կունենա այն դեպքում, երբ որ այդ քրեական գործերով քննությունը իրականացվի արագ։ Այդ արագությունը այո, ոչ միայն ձևական պահանջ է, այլ նաեւ մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներում նշել է արդար դատականության մասին, որի բաղադրատար է ողջամիտ ժամկետում գործի քննությունը եւ այդ արագությունը չպետք է վնասի։ Ընդհակառակը այս դանդաղ քննությունն է ավելի շատ վնասում, որ հասարակությունը արդեն հուսահատվում է, որ այդ դեպքերը ըստ էության չեն բացահայտվել, քանի որ եթե բացահայտվեն անձը պատիժ կկրեր ու նույն ազատազրկում պատժատեսակը եւ այլն։ Ուստի դրանով պայմանավորված ճիշտ է, օրենքի փոփոխություն է կատարվել, հոդվածի սանկցիան պատիժը ավելի բարձրացվել է, բայց առաջնային գրավականը պետք է լինի իրավապահ մարմինների արագ օպերատիվ աշխատանքը։ Ամեն օր խուզարկություններ, այո, որոշ գրասենյակներում, դա ընդհանուր մարզերում, կալանավորում, ձերբակալություններ, այս քանակականությունը մարդկանց մոտ արդեն վստահության կորուստի է բերում եւ ըստ էության պատկերացնում եմ, որ արհեստականորեն բան կա սրա մեջ։
Կոնկրետ այդ խոզարգությունների հետ կապված էլի կոնկրետ քրեական վարույթ է, քանի որ քննվում է, ի պաշտոնե չեն կարող դրա փաստական դետալների մասին ավելի մանրամասն խոսել, այդ խոզարգությունների հետ կապված իմ կարծիքով ամեն դեպքում բնական է դատարանի որոշում պետք է լինի, երբ որ խոզարգությունները իրականացվում, այսինքն որոշակի շեմ է հաղթարվել, որոշակի այնուհանդերձ փաստական տվյալներ են ներկայացվել, որի հիման վրա խոզարգություններ իրականացվում են։ Եվ այստեղ հարցը հետեւյալի մեջ պետք է լինի։ Այո, խոզարգություն օրինակ իրականացվեց ինչ որ քաղաքական ուժում, բայց ամեն դեպքում այդ խոզարգությունից հետո եթե հայտնաբերվել են օրինակ ընտրակաշարք տալու ցուցակներ, միջնորդների վերաբերյալ տվյալներ եւ այլն, այստեղ ավելի շատ մենք ինչի մասին պետք է խոսենք, խոզարգությունները քանի որ շատ է լինում, թե այնուհանդերձ այդ շատ խոզարգություններով հանցանքի մասին տվյալներ են հայտնաբերվել այնուհանդերձ։ Կամ ոչինչի։ Այո, եթե ոչինչի հայտնաբերվել, քաղաքական ուժերը կաշկանդված չեն, հրաբարակումներ կանեն, որ խոզարգեցին, ոչինչ չի հայտնաբերվել, բայց ամեն դեպքում 90% երբ որ նայում ենք այդ խոզարգությունը իրականացվել է եւ ինչ որ բաներ այնուհանդերձ հայտնաբերվել են։ Եթե հայտնաբերված չլինեն, քաղաքական ուժերը նման հայտարարությամբ հանդես կգային, որ օրինակ չի իրականացվել։ Հատկանշական է կներեք, մեկ նկատառում, որ այստեղ խնդիրը ոչ թե քանակական, այլ որակականն է։ Այսինքն կարող է մեկ անգամ լինի եւ այնպիսի որակ ապահովի, որ բավականին լայնածավալ գործողություն սկսվի եւ ավարտվի, եւ կարող է լինել բազմաթիվ խոզարգություններ, որոնք ավարտվեն 0-ով, այսինքն ոչինչ հայտնաբերվի, ավարտվի գնա։ Ես հորդորում եմ մեր քաղաքացիներին չկենտրոնանալ այդ քանակների վրա եւ չմտնել նախաքննական վարույթների Անլուրջ է թվում արդեն նաեւ քաղաքացիներին։ Դե թողնենք դա իրավապահ մարմիններին։ Ես հորդորում եմ առաջնորդվել բացառապես քաղաքական ուժերի ներկայացրած ծրագրերով։ Այսինքն քաղաքացիներին պետք է հուզի, թե ինչ են իրենց հрамցնում մոտակա 5 տարիների, ինչպիսի կյանք են իրենց խոստանում։ Իսկ թե նախաքննությունը ինչ պարզեց կամ չպարզեց որոշակի անձանց շրջանակներում այն էլ այդքան նեղ։ Կարծում եմ պետք է այդքան էլ նրանց չվերաբերվի, չհուսի, եթե դա անձամբ իրենց ընտանիք չի եկել, հա, այսինքն եթե անձամբ իրենց տունը չեն խոզարկում կամ իրենց անունը այդ ցուցակներում չի հայտնաբերվել եւ այլն։ Հետևաբար մեր հանրության փորձում են ներքաշել վարույթն իրականացնող գործողությունների մեջ, որը գաղտնի է, այսինքն նախաքննության գաղտնիություն գոյություն ունի եւ բնականաբար դրանով շեղում են բուն գործընթացից, այսինքն քաղաքացու խնդիրը, հոգսը, թե ինչի վրա պետք է կենտրոնանա, կողմնորոշում չեն թողնում եւ հորդորում եմ, որպեսզի դուրս գան այդ իրավական տիրույթից եւ զբաղվեն ու հետաքրքրվեն այն գործողություններով, ինչը առաջարկում են իրենց քաղաքական ուժերը ու նայեն, թե որքանով է դա իրատեսական, որքանով է դա հնարավոր իրականացնել, թե դա ընդամենը խոստում է։ Մեկ հարցել այս շրջանակից եւ ավարտենք քաղաքացու մտածողության, դատողության մասին է խոսքը։ Մինչև 2018 թվական անգամ քաղաքական ուժերը ընտրողին ասում էին գումարը վերցրեք 1-ից կամ գուցե 2-ից գնացեք ընտրեք ում ուզում եք։ Այսօր ինչպես է վերաբերում ընտրողը քաղաքացին այդպիսի մտածումի շուրջ։ Կա այդպիսի էլի խոսույթ։ Մենք ունենք իրավագիտակցության ավելի շատ եք շփվում էլի ընտրողների հետ խնդիր ունենք։ Հիմա ներկա պահին ասում են, որ իրենք ավելի ազատ են ու ուզենք ընտրեն, որ որևէ մեկի որևէ առաջարկ իրենց վրա չի ազդում, բայց դա մենք հասկանում ենք, որ գուցե պայմանավորված է մեր դիտորդ լինելու կարգավիճակով։ Այսինքն այնպես չէ, որ գուցե մեկ այլ անձի ուրիշ զգուշավոր են, այո, ուրիշ բան ասեն, բայց դիտորդների հետ կապված մի փոքր զգուշավորություն են ցուցաբերում։ Բայց եւ նաեւ հասկանում ենք, որ այն համատարած իրավիճակը եւս չի տիրում, երբ որ բաց խոսում էին փողոցներում, որ վերցրեցի սրան ընտրեցի, վերցրեցի կընտրեմ կամ չեմ ընտրի, շատ հաճախ եթե անգամ վերցնում են լռում են։ Այսինքն գուցե նույն անձում հետ մենք խոսում ենք, որ ասում է, որ մենք ազատ ենք մեր որոշումների մեջ, նույն ձևով կարող է եւ նաեւ վերցրած լինի։ Իրավական տեսանկյունից հասկանալով շատ դատապարտելի է, բայց ամեն դեպքում եթե այսպես ասած իրապես լինենք, իրապես նայենք, այսօր այդպես մտածում են, թե չէ։
Այսօր այդպես չեմ կարող ասել, որ լայն համատարած մտածում են, այնուհանդերձ մտածելակերպում որոշ փոփոխություն եղել է, իրավական առումով էլ այդ փոփոխությունները, ինչպես նշեցինք, առկա է, այստեղ բացի իրավականից ավելի շատ շեշտը պետք է դրվի բարոյական ասպեկտի վրա։ Մանավանդ այն համատեքստում, որ ինչով է քաղաքացին, ազատ քաղաքացին տարբերվում ոչ ազատ քաղաքացուց։ Առաջինը իր ընտրություն կատարելու հնարավորությունն է, ինչպես կենցաղում տարբեր հարցերում անձը ընտրության առջև է, ամեն օր կանգնած, ինչ կընտրի։ Բայց այս 5 տարիներ, երբ որ անցում են հանրապետական, համապետական ընտրություններ, երբ որ իրականացում են, քաղաքացուն լայն հնարավորություն է տրված, որ առնվազն հաջորդող 5 տարվա իշխանությունը ինքը պետք է ձևավորի։ Ինքը իշխանության են իրավատերն է, որ իր քվեի միջոցով է իշխանությունը ձևավորվում, եւ կարծում եմ, որ բարոյական առումով եւ իրավական առումով դատապարտելի է այն հանգամանքը, երբ որ քաղաքացին կարող է պահիտակ օրինակ 20,000 դրամի կամ եթե դրամ էլ չի տրամադրում, այլ սուբյեկտիվ ճնշման ներքո իր ընտանիքի, իր ապագայի վրա քարկցի, այսպես ասած, եւ իր ոչ նախընտրած քաղաքական ուժին իր քվեն տա։ Դրանով պայմանավորված գտնում են, որ ճիշտ է իրավական պատժի խստությունը կա, այնուհանդերձ քաղաքացին ինքը պետք է իրեն այդ հարցի պատասխանը տա։ Արդյոք պետք է ինչ-որ ճնշումի տակ քվեարկություն կատարի, հետագայում զղջա հաջորդող 5 տարիների համար, թե պետք է մասնակցի ընտրապայքարին որպես ընտրող եւ օբյեկտիվ առանց այլևայությունների, առանց սուբյեկտիվ ճնշումների իր քվեն տա իր նախընտրած քաղաքական ուժին կամ դաշինքին։ Հաջորդող 5 տարիներից ամեն 5 տարի մեկ մարդիկ ընտրում են իր ընտրածի հանդեպ անվստահություն, հիասթափություն է լինում, բայց միևնույն ժամանակ կոնկրետ մեր այս օրերի հարցումները ցույց է տալիս։ Մարդիկ հիասթափություն են, անվստահություն են, բայց շատ հետաքրքիր մոտեցում են իրենց քաղաքացիական պարտքի հանդեպ, այո, գնալու եմ ընտրության։ Այս առումով ձեր ուսումնասիրած դիտարկումները ինչ են բարձր, իսկապես ընտրողները պատրաստ են գնալ ընտրության, իրենց իրավունքը իրացնելու եւ ինչքան է իրազեկվածությունը։ Արդյոք ընտրողը հասկանում է ինչպես պիտի գնա ընտրության։ Նշեմ օրինակ գյուղական համայնքներում ներկա պահին ավելի շատ են ակտիվ այդ առումով, երբ խոսում ես, նշում են, որ այո, անպայման գնալու ենք, կողմնորոշված ենք, թե մենք պահպանելով գաղտնիության սկզբունքը չենք հարցնում ու նման նաև միտում չունենք բացահայտելու, մոնիտորինգը դրան չի միտված, թե որ քաղաքական ուժին ձայնը կտային, բայց այն, որ ակտիվություն կա, ցանկություն կա, գնալու են, նշում են բավականին շատ չափով գյուղական համայնքներում։ Իսկ ինչ վերաբերվում է քաղաքներում, թե կտեսնենք, թե դեռ չգիտենք, այսինքն ավելի զուսպ են։ Չգիտեմ, ընտրությունից հետո ավելի հստակ թվեր կունենանք, կտեսնենք, թե ինչքանով էր այդ ասածը համապատասխանում իրականությանը, բայց այդ փոփոխությունը կա։ Ինչ վերաբերվում է նաև քաղաքական ուժերի հիասթափությանը, դա նաև քաղաքական ուժերի մեղավորությունն է, որովհետև երբ հանդես են գալիս քաղաքացիներին եւ հրամցնում են իրենց ծրագիրը, ունենալով որոշակի ձայներ, ընտրություններից հետո փոխանցում են մեկ այլ քաղաքական ուժի, որը եւս քաղաքացիների մոտ բերում է անվստահության եւ հիասթափության։ Այսինքն անձը մտածում է, եթե այդ քաղաքական ուժը դիմել էր մասնակցելու, ես իմ ձայնը տվել եմ այս քաղաքական ուժին, հետևաբար եթե ուզենայի մյուսին տալու, մյուսին կընտրեի, չէ՞։ Այսինքն երբ իր ձայնը վերափոխում են, վերադարձնում են ուրիշի, դա եւս բերում է մարդկանց մոտ հիասթափության։ Այսինքն մտածում է, այն է, մեկ է ես գնալու եմ ընտրեմ այս քաղաքական ուժին, վաղը ինքը չունենալով կամ չհաղթարելով որևէ օրենսդրական այդ շեմը, տալու է իմ ձայները մեկ այլ քաղաքական ուժի, այսինքն իմ ձայնը որոշիչ չէ։ Դա եւս բերում է հիասթափության։ Այսինքն քաղաքական ուժերն էլ մենք հստակ հասկանում ենք, չէ՞, որ հաստատ 18 ուժ չի հաղթահարելու այդ շեմը։ Իրատեսական չէ դա, բայց շատ քաղաքացիներ պարտավոր չեն ու չեն տիրապետում, չէ՞, այդ տեղեկատվությանը, չեն հասկանում, չեն պատկերացնում եւ ունենում ենք այո ձայների փոշիացումն եւ կա այդ հիասթափությունը նաեւ այդ տեսանկյունից։ Հրանտ ինչ կարծիքի է։ Հենց քաղաքացիների հենց այդ անվստահության կամ 5 տարի մեկ գնում են ընտրության, հիասթափվում, բայց միևնույն է, ասում են, որ կամ ինչի պիտի պարտադիր լինի իր գնալը։ Իմ կարծիքով իրավական առումով էլ է նաև պարտադիր, քանի որ ինքը ընտրելու հնարավորություն ունի սահմանադրությամբ երաշխավորված։
Իմ այս դիտարկում կատարեմ կոնկրետ այս ընտրությունների հետ կապված իմ կարծիքով ընտրողների թիվը բավականին նվազ կլինի։ Այսինքն пассив մասնակցություն կունենան ընտրություններին իմ կարծիքով, բայց ամեն դեպքում, քանի որ դեռևս օրեր կան, կոչ եմ անում նույններ ազգաբնակչությանը, որ ակտիվ իրենց ընտրական իրավունքը իրացնեն։ Քանի որ այդ ընտրական իրավունքի իրացմամբ է իշխանություն ձևավորվում եւ այո, կարող են հիասթափվել որոշ առումով, բայց ով է ասել, որ միայն իշխանությունը պետք է անկախ նրանից, որ քաղաքական ուժը իշխանություն կունենա, ազգային ժողով կարող են անցնել տարբեր կուսակցություններ, դաշինքներ, ընդանուր շեմը սահմանված է ընտրական օրենսգրքով նվազագույն շեմը եւ այո, ընդդիմությունն էլ կարող է իր պայքարը տանել, նայած ով կլինի ընդդիմություն, հիմա չեն կարող կանխորոշել, ամեն դեպքում ընդդիմությունն է, օրինակ նույն ազգային ժողովի հանձնաժողովներում, պետաիրավական, առողջապահական եւ այլ հանձնաժողովներում իրենց մանդատներ, իրենց քվոտաները ունեն։ Օրենքների բազմաթիվ փոփոխություններ կան, որ պետք է ընդունվեն սահմանադրական մեծամասնությամբ ազգային ժողովի падգամավորներ, այսինքն ընդդիմությունն է իր հստակ գործառույթները ունի։ Դրանով պայմանավորված հիասթափվել պետք չէ ամեն դեպքում, պետք է մասնակցել ակտիվ ընտրապայքարին եւ ընտրապայքարի արդյունքում կձևավորվի իշխանություն եւ հետագայում էլ պահանջատեր իրավատեր լինեն, որ այդ իշխանությունը իրականացնի իր գործառույթները։ Մեկ լրացում կներեք, թույլ տվեք, ձեր ինչու պետք է մարդիկ գնան ընտրության, պետք է ով չէ, իրականում ինքը իրավունք է, պարտականություն չէ, այսինքն հնարավորություն է տալիս, պատասխանատվություն չի սահմանված, որ եթե չգնան, պատասխանատվության կենթարկվեն, այսինքն իրավունք է, որը քաղաքացին ազատ է տնօրինում։ Բայց միևնույն ժամանակ, քանի որ ժողովրդական իրավական պետությունն է եւ իշխանությունը պատկանում է ժողովրդին, հետեւաբար այո, ժողովուրդն է ձևավորում իշխանությունը։ Սա երբ ժողովուրդը ամբողջությամբ քաղաքացիները ընդունեն եւ տեր կանգնեն իշխանությանը եւ ոչ թե ներքևից վերև նայեն, այլ հակառակը պետք է լինի, ժողովուրդը պետք է վերևից նայի իր ծառաներին, իր ընտրյալներին, այդ ժամանակնոր մենք ասենք, որ սահմանադրությանը համապատասխան հասարակություն ու միջավայր ենք ձևավորել, պետություն ունենք։ Դիտորդները տեղամասերում, ընտրողների իրազեկվածությունը ընտրություններում եւ ի վերջո հանձնաժողովների աշխատանքը։ Դիտորդները ինչ են արձանագրում կամ ինչ դիտարկումներ ունեն տեղամասային կենտրոններում հանձնաժողովի աշխատանքների առումով եւ հիմա եւ ընթացքում։ Շատ լավ, նշեցինք, որ կա երկարաժամկետ դիտորդներ եւ կարճաժամկետ, երկարաժամկետ դիտորդները ավելի լայն գործողություններ ու ավելի շուտ են սկսում աշխատել, շուրջ 2 ամիս են աշխատում, իսկ կարճաժամկետ դիտորդները աշխատում են 1 օր, առավոտվա 7-ից մինչև տվյալ տեղամասի ավարտը, ցայների վերջնական հաշվարկը, որովհետեւ ստանան քաղվածքը։ Եվ դրանով ավարտվում է նրանց դիտարկումը։ Դրանից հետո արդեն բերում են մենք համակարգողներս համակարգում ենք, վերջում հանդես են գալիս մեր դիտարկումներով, այո։ Ինչ վերաբերվում է, թե ինչ են դիտարկում, նշեմ, որ դիտարկվում է ամբողջ գործընթացը 7-ից 8-ի բացման արարողությունը, հանձնման ընդունման արարողությունը, այդ չարքիզվող պահարանի ամբողջականությունը եւ այլն, կնիքները եւ 8-ից երբ մեկնարկվում է ընտրությունը 8:00-ից մինչեւ 20:00, թե ինչպես է անցնում ընտրությունները, արդյոք ոտնահարվել է որևէ մեկի իրավունքը, արդյոք պետք է լինեին անձիկ, ովքեր իրավունք ունեին, սակայն հանձնաժողովի կողմից թույլ չի տրվել կամ այլ վստահված անձանց կամ այլ մարդկանց կողմից թույլ չի տրվել։ Բայց սովորաբար վստահված անձինք պետք է ավելի ակտիվ լինեն, բայց ըստ էության իրենք ակտիվ են ուրիշ առումով։ Իրենք ակտիվ են ուրիշ իրավունքները ոտնահարելու ուղղությամբ։ Դրա համար արդյոք այլ հանձնաժողովը կամ այլ անձինք չեն ոտնահարում իրավունքներ, որովհետև փորձը ցույց է տալիս, որ երբեմն վստահված անձինք այնքան ակտիվ են, որ հանձնաժողովի աշխատանքներին են խոչընդոտում եւ խանգարում, եւ մենք հստակ գիտենք, օրինակի տարբերություն նախորդ ընտրությունների դիտորդների ձեռնարկ է թողարկել կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը հարամաճելի է, այսինքն այստեղ քայլ առ քայլ եւ ընտրելու գործընթացն է նկարագրում ընտրողների համար եւ պիտանի է նաեւ հանձնաժողովների համար, որովհետեւ ինչ էր ցույց տալիս փորձը, երբ մեր դիտորդները զանգարում էին, ասում էին, մենք ասում ենք, որ այսինչ քայլը խախտում է, հանձնաժողովը ասում է, չէ, խախտում չէ, հարցը ավարտվում է նրանով, որ հանձնաժողովի նախական զանգում էր տարածքային, կամ մենք էինք սկսում իրավական առումով միջամտել հասկանալու, թե դա խախտում է, թե ոչ։
Հիմա մենք մեր դիտորդներին բաժանել ենք սույն ձեռնարկը, որը արդեն 5 է։ Ցույց է տալիս, ասում ես, տեսեք, հարգելի, սա խախտում է, հետևաբար կա հայ կողմից հրատարակված, ձեր վերադասի կողմից հրատարակված ձեռնարկ է, հետևաբար ինքը իրավաչափ է, վերացրեք խախտումը։ Կվերացնեն, լավ, չեն վերացնի, մենք այդ խախտումներն արձանագրում ենք, մենք հորդորում ենք դիտորդները իրավունք չունեն խոչընդոտելու հանձնաժողովի աշխատանքներին, ընդամենը փաստ արձանագրում են, հորդորում խնդրում են, որպեսզի վերացնեն, չեն վերացնում, հոգ չէ, մենք արձանագրում ենք խնդիր, տարածքային ենք իրազեկում, որ ձեր այսինչ տեղամասում առկա է այսինչ խնդիրը, խնդրում ենք զբաղվել եւ վերացնել այդ խնդիրը, այդ խոչընդոտը։ Հետագա նաև մեր զեկույցներում այնտեղ գտնում որպես խախտումների տեսքով, այսինքն ի սկզբանե խախտումները ինչի հետևանք են հանձնաժողովների անպատրաստ լինելու, ոչ պատշաճ լինելու իրենց աշխատանքներում եւ տեսեք դա տարբերություն նախորդ ընտրությունների բավարարվում էին միայն լիցենզիայի ժամանակվա քննություններով, այսինքն լիցենզավորվել անձը, օքեյ, գիտի արդեն տեղյակ գործառույթներից, սակայն հիմա ներկա պահին ամսի 23-ից, մայիսի 23-ից մեկնարկվել է հանձնաժողովի անդամների, արդեն անդամների դասընթացները։ Առանձին նաև նախագահ քարտուղարները եւս կունենան դասընթացներ, նաև ասում են, որ ստուգարքի պես ինչպես պետք է անցնեն։ Մենք դա եւս դիտարկում ենք որպես երկարաժամկետ դիտորդներ, այսինքն կտեսնենք, բայց քանի որ տարածքայինի նախագահներն նշում են, որ քանի որ կուսակցություններն են առաջադրում իրենց անդամներին, իրենք կարող են բացառիկ դեպքերում դիմել կուսակցությանը եւ ասել, որ քո այս նախագահան պատրաստ չէ, չի կարողանալու, չի անցել ստուգարկը, փոխիր։ Բայց դա նախ տևական է լինելու, կարող է նաեւ ժամանակը չբավարարի, չունենան համապատասխան այլ տեխնազու, որով հնարավոր լինի փոխել ու նաև մեզ վստահեցնում են նույն տարածքայինի նախագահները, որ իրենց է ձեռնատու չէ ոչ պրոֆեսիոնալ թիմի հետ աշխատելը, որովհետև երբ բերում են արդեն հանձնելու, այդ ժամանակ խնդիր արդեն առաջանում տարածքայինի հետ կապված, որ ճիշտ է քայլերը տրամադրվում են ու փակցվում են, բայց դա նշանակ փորձը ցույց է տալիս, որ անգամ պատից ընթերցելու միջոցով կատարել է հետաքրքրում։ Ինչ առումով փոխվեց, մաքրվեց, ինչպես ընտրացուցակներ են լինելու։ Միանշանակ մենք դիտարկել ենք եւ նկարել ենք շատ տեղամասերում փակցվածության պահը, թե առկա է թե ոչ։ 32 տարածքային է, որ իմ կողմից դիտարկվում է եւ մեկ օր առաջ կամ երկու օր առաջ կստանան նախագահները նորացված ցուցակը եւ կփոխեն այդ ցուցակը, որովհետեւ մինչեւ մայիսի 23-ը քաղաքացիները իրավունք ունեին փոխելու իրենց տեղամասը։ Հասկանալի է։ Ավարտենք Արցախից բռնի տեղահանվածները ինչպես են քվեարկելու, ավելի շատ սա է նաև հետաքրքրում եւ ինչ է ասում օրենսգիրքը այս մասին, այս համապետական ընտրություններում։ Այո, կոնկրետ Արցախից բռնի տեղահանվածների կամ նմանատիպ, այսպես ասած, կարգավիճակ ունեցող անձանց հետ կապված ընտրական օրենսգիրքը ըստ էության լայն երաշխիքներ է սահմանել, վիճակագրության մեջ չխորանանք, այնուհանդերձ մեր ունեցած տվյալներով տեղահանվածների մեծ մասը, որպես այդպեսին Հայաստանում ունեն իրենց հասցեն, ունեն որոշակի հաշվառում ունեն, այո, քաղաքացիություն ունեն եւ դրանով պայմանավորված իրենց ընտրական իրավունքը կարող են ազատորեն իրացնել, արդեն հասցեր են նշված են եւ այս համատեքստում նաեւ կցանկանայի նույն հարցի հետ կապված նշել, որ արմատապես տարբերություն կա նույն ոստիկանության աշխատանքում, նույն անձնագրային բաժանմունքների աշխատանքում, եթե համեմատում ենք նախորդի ընտրությունների հետ, ներկայումս ոստիկանությունը, այսպես ասած, գիշերուզօր իր աշխատանքն է կատարում, այդ հաշվառման հասցեների ճշգրտման, անձանց փաստացի բնակության վայրերի ճշգրտման, նաև այդ ձևի հոլովակներ են հրապարակվել, ճիշտ է, անթերի չէ աշխատանքը, բայց ամեն դեպքում անձնագրային բաժանմունքներում նույն ոստիկանությունը թաղային, այսպես ասած, տեսուչների մակարդակում անձանց հաշվառումների ստուգում է իրականացնում, որովհետեւ այնպեսի իրավիճակ չստացվի, որ ընտրող օրինակ
այլ հասցեում է հաշվառված, հիմա հասցեն փոխել է, բայց որ հասցեն, որ պետք է քվեարկություն իրականացվի, այդ տեղամասի հասցեների մեջ նշված չէ։ Բացի դրանից նաև օրենքը հնարավորություն է տալիս նույն այդ հասցեավորման հետ կապված վարչական դատարանը այդ օրը ընտրությունների օրը հերթապահություն է իրականացնելու եւ այդ հասցեավորման կամ եթե կարգել են անձին, որ իր քվեարկության իրավունքը իրացնի, դատարանը նույնպես հերթապահություն ունի սահմանված եւ այդ գործառույթները պատշաճ իրավական առումով կիրականացվեն իմ կարծիքով։ Իսկ կոնկրետ վերադառնալով Արցախից բռնի տեղահանվածների շրջանում եւս այդպիսի հրաբարակումներ են կատարվել, որ եթե հասցեներ չունեն, դիմեն հասցեավորման, որպեսզի իրենց ընտրական իրավունքը կարողանան իրացնել։ Շնորհակալ եմ։ Այսքանը տեսանկյան հյուրերն էին փաստաբաններ Արինա Մեծոյանը եւ Հրանտ Մուրադյանը։